Ողջույն աշխարհի ամենաճեն եւ ամենաճաշակով հետևորդներին։ Թանկագիները սկսում ենք մեր նոր վլոգը, ու այդ նոր վլոգը ինձ ստիպեց, որպեսզի ես սկսեմ այն նախաճաշը, որն այս պահին ես ունեմ։ Հիմա, երբ մեր բակը արդեն մաքուր վիճակում է գտնվում, շատ ավելի հաճելի է այստեղ ժամանակ անցկացնելը, առավել եւս նախաճաշելը, եւ ես ճիշտ է հիմա արտառոց նախաճաշ չեմ անում, բայց հավես նախաճաշ եմ անում, ուզեցի դուք տեսնեք, ուրեմն Սրանք վայլատատիկի սպահած հավերի ձվիկներն են, այսինքն տնական ձու են, սովորական ձվերից ահագին փոքր են, բայց անմահական համեղ, հողամասում մշակված կանաչեղեններն են, ինչպես տեսնում եք, սոխ է, հավզարի տերևները, խոսքով։ Այսպիսի անմահական շուշանի թթու ունեմ։ Եվ այսպիսի տնական պանիր, հա, տնական լավաշով։ Ներողություն եմ խնդրում, որ ախորժակ գրգռեցի, բայց չկարողացա ձեզ հետ չկիսվել այսօրվա նախաճաշով։ Այնպես որ, հա, աղ չեմ օգտագործելու, աղի փոխարեն պանիրն եմ օգտագործելու։ Ինձ մաղթեք բարի ախորժակ։ Ձեզ էլ գնացեք մի բան արեք, որպեսզի ձեր ախորժակը կարողանաք մարել։ Քիչ անց պետք է գնամ մազերի խնամք կատարել։ Վարսերի մեծ մասը թափվել էր։ Եվ տեղ-տեղ մազերս արդեն կարճ ու երկար էին դարձել, ես ստիպված եղա այն սանրվածքը, որ ինձ նոր տվել էի, դա հենց այդ պատրվակով էր, կտրել մազերը, հավասարացնել, որ այդ երկար կարճ չլինի, ընդհանուր հավասար լինի, բոլորը կարճն են, ստեղից էլի։ Բայց այդ ստեղից մազն էլ էլի ճյուղավորվում է, փչանում է, պետք է խնամել։ Չնայած ես իմ մազերը հիմնականում տաք գործիքներ չեմ կպցնում, հազվադեպ եմ հարթուկում ֆենում, բայց շատ շուտ ճյուղավորվում է, մասնագետից էլ կհարցնեմ ինչն է պատճառը։ Ամեն դեպքում որ ճյուղավորվում է, ջարդում տենց էր մազերը չի երկարում, անդադեզ անխնամ տեսք ունենում, արդյունքում դու եթե ուզում ես ել ունենաս այն հին առաջվա սիրուն հարթ մազերը, էլ չի լինում երկար մազերը, հիշում եք, չէ՞, մազերս որտեղից էին, որքան երանի էին տալիս մարդիկ իմ մազերին։ Հիմա ուզում եմ կատարել բոտոքս խնամք։ Հիմա միասին կգնանք, համեղ դուք էլ ընթացքին կծանոթանաք, դոյի պոսլեն կտեսնեք։ Տղա, զարի ձուկ էր։ Ու գնամ։ Այս պրոցեդուրան կօգնի ես վերջապես ազատեմ ճյուղավորված, վնասված մազերից։ Բոտոքս խնամքը իրանից ինչա ներկայացնում։ Նյութի մեջ կա 6-ից 7 տեսակի հյութ, շատ քիչ է ճյուղավորվում, քանի որ ինքը պաշտպանի շերտ է հանդիսանում։ Հաճախորդներ կան, ում մազերը շատ բարակ են ու անգամ սովորական դուրսը քայլելուց, հա, արևի տակ կարա ճյուղավորում առաջ գնա։ Պրոցեդուրայի շնորհիվ մազերը կրկնակի հաստանում է, որի շնորհիվ էլ որ ճյուղավորում գրեթե չի լինում։ Պահպանվում է մինչև 3 ամիս։ 3 ամիս հետո դու հանգիստ կարաս պրոցեդուրան նորից կրկնես։ Իր վերականգնողական շրջանը 2 ամիս է, եթե մազերը վնասված, վառված չորեն, ասենք թե գունաբացումից հետո շատ վատ վիճակում են մազերը, բնականաբար ես անելու եմ պրոցեդուրան ու տեղում մի անգամից փոփոխություն զգալու է։ Մազերը փափկանալու է, փայլնա վերականգնվելու, բայց ավելի sense լուրջ փոփոխություն զգալու է 2 ամսվա ընթացքում։ Բոտոքս խնամքից բացի նաև կարանք անենք օրինակ կերատին բոտոքս տարբերակը։ Մազերը միաժամանակ համ ուղղանում է, համ էլ մազերի խնամք է լինում։ Ո՞նց պետք է տանը խնամեմ իմ մազերը, որպեսզի ձեր աշխատանքը։ Տեսեք, այդ տնային խնամքը շատ կարևոր է, որտեվ ստեղծություն ձեզ, որտեվ մենք կարանք մեր գործը իդեալական անենք, բայց հաճախորդները գնան տուն, մեր ասածները ընդհանրապես չանեն, ու դրա հետևանքով էլ ոնց որ մեր աշխատանքը շատ քիչ պահպանվի։ Տնային խնամքը որն է, եթե մազերը օրինակ ներկում են, պարտադիր պետք է ներկեն առանց ամյակի ներկերով, որպեսզի երկար պահպանվի պրոցեդուրան։ Պետք է լվանան պարտադիր առանց ուրվատի շամպույններով եւ մասկաներով, որ ոնց որ դուրս չգա էլի նյութը շուտ։ Շուկայում կան եւ շատ մաչելի արժեքներով նման ծառայություններ կան, ինչու ոչ նաեւ շատ թանկ, քանի որ ձեր աշխատանքը ոսկե միջինն է, նորմալ է, հարմար բոլորի գրպաններին, ուզում եմ հասկանամ որտեղ եք դուք ուզում եք աշխատել։ Հորմա պրեմիումն է, ինքը լյուքս դասի նյութ է ու նյութի մեջ ընդհանրապես քիմիական ոչ մի բան չկա։ Իսկ ինչի համար ենք մաչելի անում, նախ առաջին պատճառը դրսից մենք ենք ներմուծում նյութերը եւ երկրորդ մենք ձեռքի աշխատանք համեմատած շատ ուրիշ մասնագետների
ավելի քիչ ենք վերցնում։ Մենք նախընտրում ենք տանք հաճախորդին լավ որակ մաչելի արժեքով ու սպասարկել օրինակ օրական 3-ից 4 հաճախորդ, քան վերցնենք ավելի թանկ ու ամսվա ընթացքում սպասարկենք 5 հաճախորդ։ Մենք աշխատում ենք հիմնականում 2 մասնագետով, այս չափը սպասարկում ենք մինչև 4 ժամ, 2 մասնագետով կրճատվում է ու ոնց որ համ ձեր ժամանակն է խնայվում, համ մեր։ Ամենակարևոր փուլն ենք հասել, այս միջոցով փորձում ենք նյութը, որը որ կսվել է ձեր մազերին, մտցնենք մազի մեջ, մազերի ներսը հնարավորինս շատ խոնավեցնենք, որ ինքը վերականգնի իր փայլը, փափկությունը ու դե բնականաբար այդ ջուրը հասցնենք մազի խորքը։ Հանգիստ կարելի է թե հղիներին, թե կերակրող մամաներին, թե ալերգիկներին, թե երեխաներին, որովհետև նյութերը քիմիական չեն, հանգիստ կարելի է անել 9 տարեկանից սկսած։ Շատ շուտանից է ուզում գալ, բայց քանի որ անդադ երեխու հետ եմ չի կարողանում եք ժամանակից մեջ տեղավորվեի գալ։ Այ որ դու ինձ շուտ ասես, որ էդ է խնդիրը, ես քեզ կառաջարկեի, որ մոտենանք ձեր տուն, դե բնականաբար տնայցերը անում ենք, ուղղակի պետքա ճանապարհածախս վճարեք, որովհետև մասնագետները այս մեծ սարքավորումներով չեն կարա ոտքով գնան, բնականաբար մեքենայով են գնում, մոտիկ մարզերում, եթե 2-ից ավել գրանցում է, մոտենում ենք, իսկ ավելի հեռու, օրինակ Գեղարքունիք, հա, 3 գրանցումից ավել հանգիստ մոտենում ենք ու շատ հաճախորդներ ունենք, անգամ Գյումրիից։ Գնում հասնում ենք գյում։ Մենք Վահանի հետ վազելով եկանք, որպեսզի Wildberries-ից վերցնենք պատվերը։ Վահանը այս գրքից մի քանի տեսակն ունի։ Այս անգամ ինքն իր կամքով ուզեց, որ հենց այս տեսակը վերցնենք, բայց հիմա որ գնանք տուն, հարգելիներս, ես ինձ այդ հատուկ մազերի խնամք եմ վերցրել, ինչպես մասնագետը հորդորեց, առանց սուլֆատ շամպուն, իմ շատ սիրելի բրենդներից մեկն է, որ գնանք, ես ձեզ ցույց կտամ եւ կմանրամասնեմ, թե ինչ եմ վերցրել, նաեւ ձեզ հետ կկիսեմ, թե ինչպես եմ պատրաստվում խնամել մազերս, իմ տպավորություններով կկիսվեմ իմ նոր վարսերի հետ, թե ինչքան այնց դուր եկել, բայց մինչ դա մի հատ արագ կգնանք տուն, արագ տան անդամների ուտելիքի հարցը կլուծեմ, որ տան անդամները չթշնամանան ինձ հետ ու արդեն կանցնենք խնամքի պարագաներին։ Ցույց տանք հետևորդներին։ Շատ լավն է։ Այս մսի փառահեղ կտորը փափուկ պապաս առել ուղարկել, սա խոզի միս է ու հենց պապան էս փափկամիսը սենց ուղարկում է, ինչ հենց պապայի ուղարկած, որտեղ ինքը գիտե էլի թե որտեղից է առնում, որ նորմալ միս է, առանց արհեստական սնունդ տալու այդ կենթանուն։ Մի բլուդակ է, իմ հին հետևորդները շատ լավ գիտեն, նորերին էլ հպանցիկ ասեմ, դուք էլ պատրաստեք, այն որ անմահական համեղ է լինում։ Սովորական աղ արեցի, կարմիր պղպեղ եւ պատրաստի հենց խորովածի համար նախատեսված համեմունք եմ լցրել։ Դուք կարող եք ձեր նախընտրած համեմունքը, որ առհասարակ միսը համեմում եք, այդպես համեմեք։ Սա էլ կարտոֆիլը, որի վրա էլի մի քիչ աղ լցրեցի ու սոխը ծխ սիրողները թող շատ անեն, որովհետև շատ համով է լինում։ Հիմա տեսեք ինչ ենք անում։ Այս փայլաթիթեղի մեջ դնում ենք կտորներ, ճարպոտ կտորները ասենց ընտրեմ դնեմ տատիկին։ Դնում ենք կարտոֆիլ, սոխ, ցանկության դեպքում կարող եք սխտոր եւ առհասարակ այլ բանջարեղեն եւս ձեր ցանկության դեպքում կարող եք դնել, ես անում եմ այնպես, ինչպես մենք ենք սիրում։ Ու հիմա սա հերմետիկ փակում ենք։ Այսպես թանկագիներս։ Ուրեմն քանի որ շատ պետք է, որ հերմետիկ լինի, հանկարծ չծակվի, մի կաթիլ ջուր իր մեջից չպետքա դուրս գա, ինչի համար, որովհետև սա եփվելու է իր իսկ ջրով, ջուրը դուրս է տալի ու ինքը իր ջրի մեջ, երբ որ ասած բացելու ենք, մի անգամից այսպես գոլոշին ամբողջությամբ դուրս է գալու, դրա համար էլ 2 շերտով եմ փաթաթել փայլաթիթեղով, շատ հերմետիկ պետք է լինի, այս մեկը մի մարդու բաժին է։ Հիմա երկրորդը կանեմ նույնությամբ։ Ջեռոցից հանել եմ, ընդհանուր առնում ջեռոցում պետք է մնա 1.5 ժամ։ Առաջին 1 ժամը 180 աստիճանի տակ, որպեսզի դանդաղ կարողանա իր հեղուկը դուրս տա։ Տեսեք ծակվել է։
Այս եթե չլիներ, հիմա ամբողջը կատկթալու էր ջեռոցի մեջ, ահա որ ծուխեր դուրս գալու, երկրորդն էլ չէր դառնալու այն, ինչ ես ակնկալում էի, որ պիտի դառնա, բայց հիմա մի հատ նայեք, oh my god, վայ, բույրը ես ոնց փոխանցեմ ձեզ, ժողովուրդ, մի հատ նայեք, այս հյութը, այն որ երևի ավելի համով է, քան հենց միսը, իսկ միսը նենց է էպվում, որ հալվում է բերանիդ մեջ, կարտոֆիլի մասին ավելորդ էլ է խոսեմ, այսինքն անմահական համեղ ուտեստ եմ առաջարկում ձեզ։ Ամուր հավաքել եմ, այդ շքեղ վարսերը, ամուր հավաքել եմ, որովհետև այդ նյութի հոտը պահպանվում է ու գալիս է անընդհատ, էլի հատկապես որ թափած է լինում մազերը, ես քայլում եմ ցվրվում աչուձախ, անընդհատ այդ հոտը գալիս է, ու հիմա ես մի հատ կլվանամ, համել կհասկանանք ոնց որ ինչ այդ պահին աղջիկներն են, հա, արդյոք ուարել, պարզա հարթ է, ինչ ես ինքս տանը արդեն որ խնամեմ, պարզ կդառնա արդյունքը ոնց է, լավն է թե վատ։ Քանի որ ինձ մասնագետը ասեց, որ ես այլևս իմ ունեցած շամպուներով եւ բալզամներով չեմ կարող լվանալ իմ մազերը, որտեղ սուլֆատը շատ շուտ ներսից դուրս է բերում այդ ամբողջ բնական միջոցները, որոնք հիմա ամբողջությամբ ներծծված են իմ մազերի մեջ եւ որոնք տևական ժամանակ 2-3 ամիս պետք է պահեն իմ մազերը նույն այդ տեսքով։ Ես պետք է օգտագործեմ առանց սուլֆատ շամպուներ։ Ուրեմն մի 2 ամիս առաջ էր, թե 1.5 չեմ հիշում, մի խոսքով, երբ հրավիրված էինք Երեմյանների ռեստորանում միջոցառման, պիտի որ հիշեք այդ միջոցառումը, հովանավորներից մեկը Արմանից բնական խնամքի միջոցներն էր, հովանավորը ինձ նվիրեց շամպունը, էլի սուլֆատ չէր պարունակում իր մեջ, մազերի եւ մազերի յուղը։ Ինստագրամում գովազդային ռիլում շատ անկեղծ պատմել եմ իմ հետևորդներին, որ անցած տարի ամռանը շատ ծանր սթրեսի պատճառով ես սկսել եմ ինձ մոտ դաժան մազաթափություն ու մազերի մի հատվածը, ամբողջությամբ չէ, մի հատվածը վերացել էր, չկար։ Երկար ժամանակ պոչիկ էի կապում, հետո հասկացա, որ տենց հնարավոր չի, ընդհանուր մազերս կտրեցի ստեղից, հիմա իմ մազերը արդեն տենց կարճ կտրած է, որ բոլորը հավասար են, բայց մազաթափության process-ը պետք էր կանգնացնել, չէ՞ ինչ որ մի ձև։ Ու այդ շամպունը ես օգտագործեցի իր մազերի յուղով, դրա շնորհիվ ընդհանրապես մոռացա, որ անգամ վարսերը ծանրում է, սաների վրա մազ չկա, որ հանես։ Այդ կարգի։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Չի պարունակում սուլֆատ, բաղադրությունը այստեղ ետևում գրած է, նաև կարող եք տեսնել, թե ինչեր է պարունակում, ամենակարևորը սուլֆատ չի պարունակում, ու մի անգամից առանց վրանելու արագ գրեցի իրենց էջին, որ իմ շամպունը հələ մի անգամ օգտագործելու մնացել է, ասացի, որ նորն եմ ուզում պատվի, անձամբ պարտադրողի հետ եմ զրույց ունեցել ու գիտեմ, որ իր մեջ չի պարունակում։ Իմիջիալից որ գրան գրած է շամպուն մազաթափության դեմ, ընդհանրապես մենակ մազաթափությունը չի կանխում։ Էլ փայլ է հաղորդում, էլ գլխամաշկետ յուղոտատությունը ահա որ նվազում է, այսպես ասեմ։ Այստեղ էլի առանց սուլֆատ մազերի բալզամ ունենք։ Մեր Արմանը շատ շռայլ է գտնվել ու էլի ինձ ուրիշ բաներ էլ է նվերներ ուղարկել։ Խնդրում եմ նայեք, սա դեմքը լվանալու փրփուր է, որը իմ առաջնային եւ ամենօրյա օգտագործման խնամքի պարագաներից մեկն է։ Վայ, ես մեկի համար այնքան եմ գախացել։ Ուրեմն քսուկ ցերեկային վիտամին C-ով։ Oh my god։ Ընթացքում արդեն ես իմ վլոգների ձեզ հետ նաև կկիսվեմ, ամենակարևորը յուղային միքսը մազերի, որը էլի շարունակելու եմ օգտագործել, որովհետև ես վստահ չեմ, որ թե դադարացնեմ այս խնամքը, նորից չի վերսկսի մազաթափությունը, ավելի լավ է անդադար օգտագործել, սա քսում եմ մազարմատներին, տրորում եմ, հավաքում եմ մազերս ու գնում եմ վահանի հետ խաղալու, զբաղվելու, տենց մի կես ժամ, դեպք եղել նույնիսկ մի ժամ մնում մազերից, հետո գալիս լվանում եմ։ Մեկ էլ, որը որ երբեք ինձ համար չի կարող ավելորդ լինել շուրթերի, 9 յուղային միքսա պարունակում իր մեջ այս շուրթերի բալզամը, այսպես։ Յուղը մազերի այս անգամ չենք օգտագործի, քանի որ տեղից էլ իմ վարսերի վրա աշխատանք կատարվում։ Այսօր այս երկու պրոդուկտից կօգտվենք, հիմա արագ մազերս լվանամ, հետ գամ, միասին հասկանանք ինչ դարձավ մազերս։ Գնացի։ Հավատս չի գալիս, որ ես այսուհետ կարող եմ պարզապես
ուղակի ֆենը թեթև կպցնել իմ վարսերին եւ 5 րոպեում հարդարել մազերս ու այլևս դեզ չլինի, լինի հարց, սիրուն ուղիղ մամել մի հատ քանի մութը չի եկել, որտեղ ցերեկային կրեմը օգտագործենք վիտամին C-ն։ Ох, հոտը, ох, էսի շլով, էսի ծոնոտ բույր ունի։ Եվ շուրթերի բալզամը։ Այսօրվա վլոգը այսքանն էր։ Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, շնորհակալ եմ ձեր դրական մեկնաբանությունների համար։ Նաև ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, ովքեր ոչ միայն դիտում են, հետևում են, աջակցում են ինձ մեկնաբանությունների դաշտում, այլ նաև գնահատում են այն աշխատանքը, որը ես կատարում եմ իմ ալիքում եւ ցանկանում եմ ներկայացնել ինչ-որ մի բան, որը շատ մակարդակով եմ ուզում դա լինի։ Դա կլինի իվենթների, դա կլինի գովազդային համագործակցությունների, թե առօրյա վլոգների տեսքով։ Դուք չեք պատկերացնի ինչ մի հատ sense մանանա է թափվում իմ գլխին երկնքից, երբ որ իմ հետևորդները հասկանում են, որ ես ամեն ինչ ընտրած եմ հատուկ ցույց տալիս, երաժշտությունը ընտրում եմ, նկարելու ոճը, մոնտաժը, կադրերը։ Այդ ժամանակ ես հասկանում եմ, որ անիմաստ չեն տանջանքը, որը ես անում եմ։ Ու անսահման շնորհակալ եմ, որ ամեն անգամ գնահատում ու զգում եք, հատկապես դա տեղի ունենում իվենթների տեսանյութերի ժամանակ, որովհետև այնտեղ շանսը նման կերպ դրսևորվելու ավելի շատ է, քան առօրյա վլոգներում, ու դուք գրում եք, որ դուք զգում եք, հասկանում եք, անսահման շնորհակալ եմ ձեզ, ձեր մակարդակի, ինտելեկտի եւ աշխարհայացքի համար։ Այ դրա համար եմ ասում ճաշակով եւ ջերմ հետևորդներ ջան, ու հենց նենց օթից չեմ բռնել ես այդ բառը որոշել, որ ճաշակով են մարդիկ, զգում եմ, չէ՞։ Մաղթում եմ, որ դուք լինեք առողջ եւ ամենակարևորը երջանիկ կհանդիպենք շատ շուտով։ Պակա։